Պարոն Բլեյան, մի քանի օր շարունակվող այս քննարկումներից հետո մենք տեսանք, որ եկեղեցին խախտեց լռությունը ու արձագանքեց վարչապետի հայտարարություններին։ Դուք ինչ տպավորություն ունեք այդ հայտարարությունից եւ ինչ եզրահանգումներ եք արել։ Այդ հայտարարությունից մենք չլսեցինք, թե ի վերջո հերքում են, չեն հերքում կաթողիկոսի զավակ ունենալու փաստը կամ կասկածը եւ ի վերջո այդ հայտարարությունը կարող է լինել ավելի բովանդակալից, այդ հայտարարությունը կարող է լինել կառուցողական, ի վերջո այժմ եկեղեցին ստիպված է անել այն, ինչ ինքն էլ նախաձեռնել էր, այն է եկեղեցին մտցրել էր քաղաքականության գործընթացների մեջ եւ այժմ անհասկանալի է, թե ինչու է նա նեղվում, որ իրեն հարցադրումներ են արվում այնպիսին, ինչպիսին օրինակ արվում են սովորաբար քաղաքական գործիչներին։ Քանի որ երբ ես ասում եմ եկեղեցին, բնավ չեմ ասում եկեղեցական ինստիտուտը, ես նկատի ունեմ բարձրաստիճան եկեղեցականերին, առաջին հերթին իհարկե վեհափառին եւ հայտնի սրբազաններին, երբ իրենք մտել են քաղաքականություն, իրենք պետք է հասկանային, որ իրենք պետք է խաղան արդեն անկանոն մարտերի պայմաններում եւ իրենք պետք է պատրաստ լինեն պատասխանել հարցերին այնպես, ինչպես պատասխանում են քաղաքական գործիչներին, այլ ոչ թե թաքնվել եկեղեցու հետևից, զբաղվել քաղաքականությամբ, բայց պաշտպանվել եկեղեցիով։ Այդպես չի լինում։ Կարծում եմ, որ այս խոսակցությունը նաև պետք է նաև սկիզբ դնի այդ եկեղեցու վերափոխմանը, նկատի ունեմ եկեղեցականների վերափոխման ավելի կոնկրետ, եւ այստեղ պետք է, եթե վեհափառը կամ իր շրջապատը չեն հասկանում դա կամ չեն ուզում հասկանալ դա կամ լրիվ այլ հրաման ունեն մեկ այլ կենտրոնից, որից խոսում էր Բագրատ Սրբազանը, եթե դեռ այդպես կարելի իրեն անվանել, կարող ենք ասել պարոն Գալստանյան, Վազգեն Գալստանյան, եւ պետք է այն մարդիկ, այն հոգեվարականները, ովքեր հասկանում են, որքան կարևոր է եկեղեցին Հայաստանի Հանրապետության համար եւ որ ընդհանրապես եկեղեցին նրա համար է, որ նաեւ ամրացնի պետականությունը, որովհետեւ եթե եկեղեցին չի ամրացնում պետականությունը, ապա ինչի համար է եկեղեցին ընդհանրապես։ Եվ եթե հակառակը, եթե եկեղեցին սկսում է փորփրել պետականության տակ, ապա այստեղ դիտել եկեղեցին որպես վտանգ, դա առաջին հերթին նաև վտանգ է հենց եկեղեցու համար, եկեղեցու հետևորդների համար, հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար, եւ այն հոգեվորականները, ովքեր շրջապատում են վեհափառին, պետք է հասկանան, համախմբվեն եւ գործեն իշահ Հայաստանի Հանրապետության պետականության եւ եկեղեցու։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ երկրում չկա զավակ ունենալու հետ կապված, նաեւ կուսակրոնության մասին, կուսակրոնության օգտի մասին իրենք կարծես չեն հերքում։ Միքայել Աճապարյանը հայտարարեց, որ մեջբերեմ ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության օգտը, թե չի խախտել, դա ձեզ չի վերաբերում, ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում։ Այսինքն իրենք փաստացի ասում են, հա, մենք խախտում ենք, մենք պետք է խառնվենք քաղաքական այդ գործունեության, քաղաքական գործունեություն ծավալենք, բայց դուք մեզ ոչինչ պարտադրելու կամ ոչ ինչ որ բանի մեջ մեղադրելու իրավունք չունեք։ Ապշեցուցիչ հայտարարություն, այսինքն իսկ ում է ծառայում եկեղեցին, եթե ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այդ հարցադրումները հնչում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Եվ այդ հարցադրումներին մենք սպասում ենք, ակնկալում ենք պատասխան։ Եվ այդպիսի լկտի այլ կերպ անվանել հնարավոր չէ պատասխան այդ հարցադրման, թե մենք ինչ կուզենք կանենք, ձեր ինչ գործն է, դե կներեք, իսկ երբ մենք ինչ ուզում անում ենք այստեղ որպես արդեն քաղաքացիներ մեր ընտրությունը կատարելով, ընտրելով իշխանություն, ընտրելով ընդդիմություն եւ այլն, դուք ինչ եք խառնվում այդ գործընթացներին։ Մենք նորից պետք է հասկանանք, որ եկեղեցին պետք է կարողանանք տարանջատել եկեղեցականներից, այն եկեղեցականներից, որոնք չեն էլ ներկայացնում հայ առաքելական եկեղեցին, իրենք ներկայացնում են ռուս ուղղափառ եկեղեցին։ Եկեք բաց խոսենք դրանից, որովհետեւ չխոսալ վեհափառից, չխոսալ եկեղեցականերից այսօրվա եւ չխոսել իրենց կապը Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ, դա ուրեմն նշանակում է չխոսել ընդհանրապես այս թեմայից, որովհետեւ կապն այնքան ուղին է, գիտեք, ես մի դիտարկում անեմ, փաստորեն տեսեք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 21 թվականի ադրբեջանական 2 անգամ ներխուժումից հետո արդեն Հայաստանի Հանրապետության տարածք 22 թվականի
Ռուսաստանի Դաշնության ցեղասպան պատերազմը սկսելուց հետո փետրվարին եւ հետո արդեն նույն թվականի ջերմուկյան ագրեսիան Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դրանից հետո 1.5 ամիս անց Գարեգին II վեհափառը գալիս է հաստում է Ռուսաստանի Դաշնության դեսպանատում, որպեսզի Վլադիմիր Պուտինի կողմից ստանա շքանշան։ Հասկանում եք, այս նկարը ամբողջությամբ պատկերում է, թե ինչ արժեքներ է դավանում վեհափառը։ Եվ ընդ որում այդ ժամանակվա ընթացքում մեկ անգամ չի եղել մի դեպք, ես չեմ հիշում համենադեպս, որպեսզի որևէ, եթե ոչ քննադատական, ապա հորդորող խոսք լիներ, արվեր, ենթադրաբար Ռուսաստանին, մեր դաշնակիցներին, այսպես կոչված, կամ Արցախում տեղակայված ուրեմն սահմանապահ խաղաղապահներին, որպեսզի կատարեն իրենց գործառույթները, եւ այսքանից հետո եւ պատկերացնում եք, ոչ թե դեսպանն է գնում Էջմիածին, որպեսզի հայ-առաքելական եկեղեցի Ամանան Հայոց կաթողիկոսին շնորհի այդ շքանշանը, այլ ինքն Էջմիածնից գալիս հաստում դեսպանատուն, սա խայտառակություն է պարզապես։ Ես նկատել եմ, որ այդքան մեծ ուշադրություն չի դարձվել այդ հանգամանքին, բայց այն հանգամանքը նույնիսկ թե ով ուր է գնացել ինչի հետևից, խոսում է թե ով որտեղ է հաշվետու եւ ում է հաշվետու։ Գիտեք, իզուր չէ, որ Ուկրաինայում, օրինակ պատերազմից հետո ամբողջությամբ կապը կտրեցին ուկրաինական ուղղափառ եկեղեցու եւ ռուս ուղղափառ եկեղեցու։ Որովհետեւ այդ կապն այնքան ուժեղ է, որովհետեւ բնական է, որ Ռուսաստանը լինելով տոտալիտար պետություն եւ այնտեղ ունենալով տոտալիտար հասարակարգ, պետք է գործադրի բոլոր հնարավոր գործիքակազմը եւ ազդի մարդկանց հույզերի վրա։ Իսկ դա ամենաուղիղ կապը դա հոգեվորն է։ Եվ իրենք օգտագործում են այդ կապը եւ պատահական չէ, որ բոլոր սփազանները կարծես թե ոնց նայում ես, հետևից կրեմլյան ականջներ են երևում։ Պարոն Բլեյանն վարչապետը կրկին անդրադարձել էր, որ եկեղեցին պետք է պարզաբանի Գարեգին կաթողիկոսի զավակ ունենալ-չունենալու հարցը։ Ի վերջո ձեզ ո՞նց կավարտվի այս քաղաքական քննարկումը եկեղեցի պետություն փոխհրաձգությունը, եթե այդպես ձևակերպենք։ Այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա։ Պատկերացրեք, որ դե եկեղեցիում վստահաբար կան տարբեր աստիճաններ, եւ հոգեվորականները փորձում են աստիճաններով գնալ առաջ, ճիշտ է, եւ ինչ-ինչ որակավորումներ ապահովել, ինչ-ինչ հանգամանքներ ապահովել, եւ ինչ-որ մի պահի իրենք իմանում են, որ գլխավոր գերագույն հրամանատարը եկեղեցական չի պահել ամենակարևոր, կամ հնարավոր է չի պահել, կամ չի պահում առ այսօր, կամ մի քանի անգամ նույնիսկ ասում են խախտել է գլխավոր կանոններից մեկը։ Դուք պատկերացնում եք այդ մարդկանց համար ինչքան ցավագին է ընդունել այդ փաստը, որ իրենք փորձում են գնալ առաջ, նվիրվել եկեղեցուն, ինչ որ մեկի մոտ ստացվում է, ինչ որ մեկի մոտ չի ստացվում, նա փորձում է երկրորդ անգամ, երրորդ անգամ, որպեսզի բարձրանան այդ աստիճաններով, եւ իրենք իմանում են, որ գլխավոր գերագույն հրամանատար կաթողիկոսը ընդհանրապես հաշվի չի նստում այդ ամենի հետ, իսկ իրեն պատկանող սրբազանները, այսպես ասած, պաշտպանում են եւ ասում են, թե ձեր ինչ գործն է։ Լավ, եթե մեր ինչ գործն է, իսկ այն մնացած եկեղեցականները, ովքեր անձնուրաց ծառայում են եկեղեցուն, իրենք իրավունք ունեն դա իմանան, թե չէ։ Թե դա իրենց գործն էլ չէ, բա էլ ում գործն է։ Ես շատ մեծ հույս ունեմ, որովհետեւ 2026 թվականի նախօրեին մենք գիտենք, որ մի նոր դեսանտ է իջեցվել Ռուսաստանից, Կիրենկո ազգանվամբ, ով ժամանակին աշխատել է ներողություն վարչապետ դեռ Ելցինյան տարիներին, շատ փորձառու անձնավորություն եւ բնականաբար նա իր ամբողջ գործիքակազմն օգտագործելու է, որպեսզի այստեղ խամաճիկ իշխանություն բերի կամ խամաճիկ ընդդիմություն բերի, ինչպեսին մենք օրինակ այս օրերին ունենք, ինչպեսին մենք ունենք Երևանի քաղաքապետարանում, ինչպեսին մենք ունենք արդեն իշխող որպես կոալիցիա կամ այսպես կոչված կոալիցիա, այդպես էլ կոալիցիա չստորագրեցին Գյումրիում, եւ իրենք բնականաբար անելու են ամեն ինչ, որպեսզի խաթարեն 2026 թվականի ընտրությունները եւ ընդհանրապես բարոյազրկեն քաղաքական բովանդակությունը,
Իրենք պետք է դուրս բերվեն քաղաքական process-ներից եւ սա հակադեմոկրատական երևույթ չէ, իսեր Աստծո, որովհետեւ մենք տեսնում ենք այդ ամենը Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Մոլդովայում եւ որևէ եվրոպական կառույց չի մատնանշել, որ այդ երկրներից որևէ մեկը հետընթաց է ապրում ժողովրդավարական ուղղությամբ։ Մայրաթորի հայտարարության մեջ նշված էր նաև, որ իրենք հորդորում են համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել։ Այստեղ համապատասխան մարմիններ ասելով նկատի ունեն իրավապահներին, թե խոսքը հենց այդ կապի մեջ է, որ դուք էլ ձեր խոսքում նշում եք, կապ ունեն Ռուսաստանի հետ։ Դա միանշանակ է, ես ծանոթացա ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարության հետ, որ թե այդ որ կենտրոններից է, որ իրենք հրամաններ են ստանում, ես կարծում եմ պարոն Ռուբինյանն էլ գիտի, շատերը գիտեն, եթե մենք փողոցով շրջենք եւ հարցնենք քաղաքացիներին, բոլորը հիմնականում կնշեն առաջին հերթին իհարկե Ռուսաստանի Դաշնությանը, հետեւաբար այստեղ նաեւ հարց է առաջանում, թե այդ ինչպես է պատահել, որ 30-ից 30 տարի ավել Հայաստանի Հանրապետությունում թարապես ոչ մի լրտես, որն աշխատել է Ռուսաստանի Դաշնության օգտին, չի ձերբակալվել։ Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում։ Ես կարծում եմ, որ 26 թվականի նախաշեմին, երբ Ռուսաստանը բաց հայտարարել է, որ նա պատերազմ է հայտարարում, հիբրիդային պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ, Հայաստանը պետք է իր ամբողջ գործիքակազմը օգտագործի պաշտպանվելու եւ հակադարձելու այդ պատերազմին։ Եվ իրենց այստեղի ներկայացուցիչները սրբազանների տեսքով, քաղաքական ընդդիմադիր ուժերի տեսքով, տարատեսակ լրատվականների, փորձագետների, մասնագետների, բլոգերների տեսքով իրենք պետք է հակադարձվեն, իրենք պետք է վնասազերծվեն, որովհետև իրենք ներկայացնում են 5-րդ չարասյուն, իսկ 5-րդ չարասյուն նշանակում է, որ դա գործակալական ցանց է, որը գործում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։